Բարեկամներ, այսօր ցուցադրում եմ մի հետաքրքիր տեսակ հացազգիների ընտանիքին պատկանող ոսկյա բամբուկը։ Բամբուկ, բոլորդ էլ լսել եք, տեսնողներ կարող քիչ են եղել։ Սա մինի բամբուկ է, բարձրանում է 7-8 մետր մեր տարածաշրջանում։ Տրամագիծը հաստությունը հասնում է 6-7 սանտիմետրի, ավելի շատ մեզ մոտ չի եղել։ Ճյուղերի դասավորվածությունը նայեք, սրանք դիմանում են -18 աստիճան ցրտին, ավելի ցածրում վնասում են, բայց արմատային համակարգը դիմանում է։ Շատ արագ զարգանում է եւ շատ արագ տարածվում է, տեսեք, որտեղ է հասել, այստեղ առվի առում զբաղեցրել է առվի մեջերը, այստեղից այս տարի հանել ենք բավականին քանակություն, տեղավորել ենք թաղարներում, սա այս տարվա աճն է, տեսեք ինչպես է հանածների, այ մի թեթև, երբ որ նույնիսկ մի փոքր արմատ մնում է, անմիջապես սկսում է մի քանի ու մի ամսվա ընթացքում սկսում է նոր ընձյուղներ առաջացնել։ Տնկանոց ունենք բավականին քանակ, սա ջրավազանների մոտ շատ լավ է լինում, լավ բարի կարող է դառնալ արագ աճող, ու եթե ձմեռը մեղմ լինի, ամբողջը կարող է եւ դիմանալ։ Միանգամից քանի որ կողքն է գտնվում, ես թղթածառը ցույց տամ, այս ծառը հենց տերևները մեծանում են, սա դեռևս ձևավորման մեջ է։ Ծառի վրա տասնյակ հազարավոր այդ տերևներից ոչ մեկ իրար նման չեն, շատ հետաքրքիր է։ Ես ժամանակին տեղադրել եմ, այս տարի հենց տերևները բացվել, նորից կտեղադրեմ։ Շատ չի հասնում, մոտավորապես տրամագիծը հասնում է 20 սանտիմետրի, բարձրությունը 6-7 մետրի։ Տեսեք, թթազգիների ընտանիքին է պատկանում, ծաղիկը տեսեք ինչպիսին է, թթի նման։ Շատ գեղեցիկ է, շատ հաճելի ստվեր է, տնկանյութը ունենք, քանակ ունենք, ու սրանք հացիներ են եւ կոմիա թխկիներ են տարբեր տեսակի, կարող եք պայմանները տնկանոց ձեռքի բերելու պայմանները կարող եք ուրեմն իմանալ հեռախոսներով 094 10 40 49 094 52 56 88 նորից ցույց տամ, ասպիրակի մասին խոսել էինք, այդ ցանկապատի տակ ճանապարհի վրա, որտեղով ասենք անասուններ են անցնում, սրանք չեն, անասունները սրանք չեն ուտում։ Այսքանով բավարարվենք այսօրվա համար, բարի օր բոլորին։